Բայց ասում եմ ձեզ, դուք որ լսում եք, սիրեք ձեր թշնամիներին, բարիք արեք ձեզ ատողներին։ Նայեք, այստեղ ես ինչի համար եմ այս խոսքը դուրս գրել, ես կարող էի մի խոսք դուրս գրել, որ սիրեք միմյանց։ Այնքան հեշտ է քո եղբոր քրոջը սիրելով քո հանդեպ բաց չի տրամադրված։ Դուրս են գրել այնտեղը, որտեղ ասում է, որ սիրեցեք ձեր թշնամիներին ու բարիք արեք այն մարդկանց, ովքեր որ ձեզ ատում են։ Աստծո չափանիշներով սեր ունեցող անձնավորությունը այս պտուղը պետք է տա։ Դժվար բան է, Ժողովուրդ ջան, այլ եմ ասում, էդի ձեռնտու չի մեր անձյան, մեր շահերին ձեռնտու չի, էդի մեզ դուր չի գալիս, որ գիտես ինչ, ես ախր պետք է զոհաբերեմ, սերը Իրանից զոհաբերում է, հիշեք, սերը Իրանից զոհաբերում է, պոկում է տալիս ուրիշին, Փարտիոչը դրա համար։ 7-րդը հավատք, Եբրայեցիս 11:1, այսպես է ասում, հավատքը հուսացած բաների հաստատությունն է եւ չերևացող բաների ապացույց, ասինքն երբ որ Աստծո հոգին գործում է մեր մեջ եւ մենք դառնում ենք պտղաբեր քրիստոնյաներ, մեր մեջ նաեւ պետք է դրսևորվի հավատքը։ Թերահավատությունը Աստծուց չի։ Մենք պետք է ամեն ինչից հավատանք, ասում եմ, չերևացող բաների հետ է կապված հավատքը։ Մենք տեսնում ենք, նոր հավատում ենք։ Միջև չտեսնեմ, չեմ հավատա։ Մեր Կարենինի ժողովուրդը, ֆրանգները, իրաց մեջ բանկ ասում են, լոզունգ ասում են, միջև չտեսնեմ, չեմ հավատա։ Միջև չտեսնեմ, չեմ հավատա։ Բայց Աստծո հոգին ասում է, դեռ չտեսած դու պետք է հավատաս։ Չեմ ուզում սա մասին երկար խոսել Աբրահամը, կարող շատ մարդիկ ունեն օրինակներ, որոնք որ չեղած դեռ հավատացին եւ Աստված էդի արդարություն համարեց իրանց։ Դեռ չէր եղել, դու ունես խնդրեմ, որը դեռ չի լուծվել ու չես տենում լուծումը, դու հավատա, որ Աստված կարող է քո այդ խնդրեմը լուծի։ Հենց այդ ժամանակ կհաստատվի քո հավատքի շնորհիվ։ Քո խնդրեմը լուծումը Աստված կպեչատի հենց այդ ժամանակ։ Երբ որ դու դեռ չտեսած ասես, որ լինելու է, հավատաց, որ լինելու է։ 8-րդ պտուղը դա հեզությունն է։ Մատթեոս 11:29։ Հեզություն։ Գիտեք, առաջի հայացքից կարելի է դիմակ հագնել հեզ մարդու, որտեղ շատ է լինում, ու նայում ենք ասում ենք, այս ինչ հեզ մարդ է, բայց հեզությունը կապված է մարդու բնույթի հետ, ոչ արտաքինի։ Բնույթի հետ, արտաքինից կարա ինքը հեզ ու հանդարտ մարդ երևա, բայց ներսևանց շատ կատաղած շուն լինի, որ քեզ կբսկտի։ Դրա համար հեզությունը, ել եմ ասում, կապված է բնույթի հետ, որը մարդը ցույց է տալիս շփման միջոցով, դրսևորման միջոցով։ Այդ պտուղից է երևում ինքը հեզ մարդա թե ոչ։ Իմ լույսը ձեր վրա առեք եւ վերցրեք իմ լույսը ձեր վրա վերցրեք ու ինձանից սովորեցեք, որովհետեւ ես հեզ եմ ու սրտով խոնարհ եւ ձեր հոգիների համար հանգստություն կգտնեք։ Տեր Հիսուս ասում է, եթե դու ուզում ես մի հատ կերպար, որին նմանվես, հեզության այդ ես եմ։ Տեր Հիսուսն է մեր հեզության կերպարը, որ ինքը ոչ մի ձեն չհանեց։ Պատկասում ես, մենք փորձում ենք մեկի մի հատ լավություն անենք, մի քիչ խանգարում ասում ենք հանդիմանել, խոսալ իրան, նախատել իրան, բայց չթողեցի, ես քո համար այս բան արեցի, դու արժանից չեմ ելանից սրանից հետո եւ բայց Տեր Հիսուս իրան խանգարում էին անդադ։ Պատկասում եք, մենք իրան խանգարել ենք, որ ինքը մեզ փրկի։ Ճիշտ եմ ասում։ Ամբողջ մարդիկ խանգարում են, սատանային ամբողջ ուժերը դրել է Տեր Հիսուսին խանգարել, որպես ինքը մեզ փրկեր, եւ ինքը այնքան հեզ էր, որ ոչ մի անգամ երեսով էլ չտվեց։ Մենակ ինքը, երբ որ շատ են իրան նեղում, ասում էր հայրներ իրաց, չգիտեն ինչին անում։ Իր հեզությունը իրան թույլ չէր տալիս ինքը մի հատ հակառակվեր, իրան թույլ չէր տալիս ինքը մի հատ հանդիմաներ անգամ մարդկանց։ Փառք չէ։ 9-րդը ժշկալության պտուղն է։ Ժշկալությունը դա չափի զգացում է։ Սա էլ մի քիչ երկայնամտության նման հատկություն է մարդու կյանքի մեջ։ Առաջի Կորինթացիների 9:26-ը։ Ուրեմն ես այդպես եմ վազում, ոչ թե աննպատակ, այդպես եմ մրցում, որ ոչ թե օդը ծեծելով։ Այսինքն սա մի հատ գիտակից վիճակ է մարդու մեջ, ինքը որոշված է անում, ինքը գիտակցելով է անում այդ քայլը։ Այսինքն ինքը հաշվի է նստել, որ պետքա վազեմ եւ հասնեմ մրցանակին, ինքը կամքի ուժ է դրա մեջ, որ պետքա անպայման հասնեմ դրան։ Գիտեք, ժշկալության պտուղը իր մեջ ունի եւ համբերատարություն, եւ հանդուրժողականություն, եւ երկայնամտություն, եւ չափի զգացում։ Կա չասում մի հատ խոսք է չափավորի։
Մարդիկ կան այդ չունեն այդ պտուղը։ Խոսանիշ գիտեն, խոսախոսքով կծակեն, վերաբերմունքով կծակեն, հայացքով կծակեն, չգիտեմ ինչով կծակեն, բայց այն մարդիկ, ովքեր կա իրանց մեջ ժուշկալության պտուղ, իրանք ավելի զգուշավոր են։ Իրանք ունեն այդ չափի զգացումը մարդկանց հետ շփվելու, իրանց դրսևորելու պահելու մեջ։